Հարգելի գործընկերներ, բարև ձեզ, շնորհակալ ենք արձագանքելու համար մեր հրավերին։ Այսօր Կենտրոնական բանկի խորհրդի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այն սահմանելով 6.75%-ի սահմանում։ Պարոն Գալստյանը կներկայացնի հաղորդագրությունը, որից հետո թեմայի հարցերը կարող եք արդեն ուղղել։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.75%։ 2025 թվականի մարտի 18-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում կայացրեց թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.75%։ 2025 թվականի առաջի երամսյակի ընթացքում 12 ամսյա գնաճը մոտեցել է նպատակային ցուցանիշին, փետրվարին կազմելով 2.5%։ Միաժամանակ 12 ամսյա բնականոն գնաճը պահպանվել է ցածր մակարդակում, կազմելով 1.5%։ 25 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման եւ գնաճի արագացման ռիսկերը էականորեն ավելացել են։ Մասնավորապես միջազգային ապրանքային շուկաներում եւ հիմնական գործընկեր երկրներում գների աճի եւ առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման ռիսկերը սրվել են, պայմանավորված միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությամբ, ինչպես նաև պահպանվող աշխարհաքաղաքական խնդիրներով։ Էականորեն ավելացել են նաև միջնաժամկետում ԱՄՆ-ի հարկաբյուջետային քաղաքականության կողմից ամբողջական պահանջարկի խթանման չափի եւ դրանից բխող պարտքի ավելացման, ինչպես նաև երկարաժամկետ տոկոսադրույքների վերաբերյալ անորոշությունները։ Միաժամանակ գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների եւ ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր, իսկ աշխատուժի շուկայի պայմանները խիստ։ Այս համատեքստում հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կպահպանեն դրամարկային համեմատաբար խիստ պայմանները, արդյունքում արտաքին հատվածից տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ։ 25 թվականի սկզբից Հայաստանում տնտեսական ակտիվությունը պահպանվել է երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակի շուրջ, տնտեսական աճին մեծապես նպաստել է շինարարության, ծառայությունների եւ առևտրի ճյուղերի բարձր աճը, այն կրել է որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը, պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ։ Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակում է նվազել, իսկ ընդհանուր պահանջարկի միջավայրը գնաճի տեսանկյունից գնահատվում է չեզոք։ Նման իրավիճակում աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն թուլացել են, արտահայտելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի եւ գնաճային սպասումների աստիճանական կայունացմամբ։ Այս զարգացումներին զուգահեռ հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը պահպանվում են։ Բարձր անորոշության պայմաններում հաշվի առնելով գների կայունության նպատակին հասնելու իր հանձնառությունը, խորհուրդը քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ։ Մի կողմից խորհուրդը քննարկել է սցենարներ ատիպի, որոնց հիմքում ընկած անորոշությունները, այդ թվում կապված աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում ՀՀ երկրի ռիսկի հավելավճարի եւ դրանից բխող մակրոտնտեսական ազդեցությունների հետ, պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի գների կայունության նպատակի ապահովման համար։ Մյուս կողմից խորհուրդը քննարկել է B-տիպի սցենարներ, այդ թվում կապված ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականության շուրջ անորոշությունների երկարատև պահպանման, համաշխարհային տնտեսությունում վստահության նվազման հետևանքով աճի կրճատման եւ ՀՀ պահանջարկի թուլացման ռիսկերի ձևավորման հետ։ Դա ենթադրում է շուկայի սպասումների համեմատությամբ քաղաքականության տոկոսադրույքի ավելի արագ եւ մեծ չափով նվազման ուղի, միջնաժամկետ հորիզոնում պահանջարկը կարգավորելու եւ գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար։ Արդյունքում, հավասարակշռելով վերընշված երկու ուղղությամբ ռիսկերը, Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց շուկայի սպասումների համահունչ անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները եւ պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի եւ գների կայունության ապահովման համար։ Հիմա խնդրեմ հարցեր։ Սպուտնիկ Новости Армения АРК
Երեք հարց ունեմ, երևի մի հարցը տամ, հատուկ պատասխան։ Խնդրեմ, ոնց ձեզ հարմար։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նախորդին շատ հաջող է անվանել մարտի 5-ի Հայաստանի կողմից տեղաբաշխված եվրապարտատոմսերը։ Բայց նաև նշել է, որ պարտատոմսերի թողարկումը ենթադրում է նաև որոշակի սահմանափակումներ։ Ինչպես կմեկնաբանեք, ինչ սահմանափակումների մասն է խոսքը։ Ես կարծում եմ, իհարկե, տենց անշնորհակալ գործ է գոլեգայի ասացները մեկնաբանելը, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ անորոշությունները ոչ թե անորոշությունները, այլ սահմանափակումները, հա, ասցիք։ Սահմանափակումները վերաբերում են այն պայմանավորվածություններին ու ստանդարտ պրոցեդուրաներին, որոնք կան նման տիպի պարտատոմսեր թողարկելու հետ կապված։ Այսինքն թողարկումը ենթադրում է, որ դու ինֆորմացիայի տրամադրումը իրականացնում ես որոշակի պրոտոկոլների ներքո։ Ու ենթադրում եմ հենց դրա մասին է խոսքը, ու երբ որ այդ ժամկետը գա, համոզված եմ, որ ֆինանսների նախարարության գործընկերները, ովքեր պատասխանատու են պարտքի կառավարման համար Հայաստանում, հանրությանը կտան ամբողջական տեղեկատվությունը։ Որքանով են բանկերը պատրաստ կամ ի վիճակի դրական դերակատարություն ունենալ Հայաստանի կապիտալի շուկայի ակտիվացման, ինչպես նաև սեփական ներդրումային պրոդուկտների թողարկման գործում։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա բանկերը լոկոմոտիվի դեր են խաղում միշտ Հայաստանի տնտեսության ֆինանսավորման տրամադրման հարցերում։ Հիմա չեմ կարող առանձին պրոյեկտներով խոսել, տարվա ընթացքում նաև դրանց ականատես կլինեք համոզված եմ, բայց բանկերը եղել են առաջամարտիկ պարտքի շուկայի թողարկումների հարցում։ Հիմա իհարկե մենք տեսնում ենք, որ դրական տենդենս ունենք, որ նաև իրական հատվածի ընկերություններն են որոշակիորեն միացել կապիտալի շուկայում թողարկումների հարցին, բայց կարծում եմ, որ բանկերը շարունակելու են իրենց ֆինանսական ռեսուրսների ներգրավումը մի մասը իրականացնել պարտատոմսերի շուկայում, հնարավոր է նաև ունենանք դեպքեր, երբ որ բանկերը տեղաբաշխեն բաժնետոմսեր։ ԵԱԶԲ-ն հայտարարել է 2025 թվականի առաջին եռամսյակում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ընթացիկ ցիկլը ավարտելու մեծ հավանականության մասին, ինչին վկա եղանք այսօր անփոփոխ մնաց, որոնք են տոկոսադրույքների կանխատեսումները 2025 թվականի համար։ Մենք որպես այդպիսին կանխատեսում չենք իրականացնում, դուք տեսնում եք շուկայի սպասումները կարմիր կետագծերով։ Այսօրվա մեր քաղաքականության տոկոսադրույքի վերաբերյալ որոշումը ըստ էության համահունչ էր շուկայի մեծամասնության սպասումների հետ, մենք անփոփոխ թողեցինք, փաստելով, որ մենք ունենք A եւ B տիպի ռիսկերի հավասարակշռություն այս բայդրության մեր դիտարկումների համաձայն։ Ժամանակի ընթացքում բնականաբար մենք տարվա ընթացքում 8 անգամ ենք որոշում կայացնում տոկոսադրույքի վերաբերյալ, կախված զարգացումներից նաև մեր որոշումները կլինեն adekvat։ Մեր համար կարևոր է նա, որ գնաճը լինի մեր հայտարարած 3% մակարդակի վրա։ Շնորհակալ։ 168 Պարոն Գալստյան, շարունակելով առաջին հարցի համատեքստը, առհասարակ եվրապարտատոմսերի թողարկման առնչությամբ ԿԲ-ի եւ ԿԲ խորհրդի դիրքորոշումն ինչպիսին է, հաշվի առնելով նաեւ այդ 7.1%-ի քննարկելիությունը, որքանով է հաջող այդ պարագայում, եթե այդքան բարձր է եղել տոկոսադրույքը, նաեւ կիբերհանցագործությունների վերաբերյալ Կենտրոնական բանկի դիրքորոշումը, խնդրեմ ներկայացրեք, շնորհակալություն։ Մի հատ երկրորդ հարցը կմանրամասնեք, ինչ անշանակում մեր դիրքորոշումը կիբերհանցագործությունների վերաբերյալ։ Բանկերի հետ կապված տարբեր խնդիրներ են ունենում, դուք ունեք ինչ որ այդ առնչությամբ վերահսկողություն, օրինակ։ Իհարկե, մենք իրականացնում ենք։ Հա, մենք IT վերահսկողություն ենք իրականացնում, որի մի մասը նաև կիբերհանցագործությունների կանխարգելման ուղղված քայլերն են բանկային համակարգում, ֆինանսական համակարգում ընդհանուր առմամբ։ Մենք ունենք մեր կիբերստորաբաժանումը, բնականաբար բանկերը ունեն իրենցը ու եթե գիտեք, կիբերհանցագործությունները հիմնականում համագործակցությամբ են կանխարգելվում եւ համագործակցությամբ են լուծվում այդ տիպի խնդիրները։ Ինչ վերաբերում է առաջին հարցին, եթե ես ճիշտ հասկացա հարցի լեյտմոտիվը, արդյոք 7.1-ը լավ է, վատ է, բարձր է, ցածր է, հա։ Եվ առհասարակ այս հերթական թողարկումը ինչպես եք դիտարկում։ Ճիշտ պահին է արվել, ճիշտ գործարք է, որքանով է դրական անդրադառնալու։ Ես կարծում եմ, որ գործարքը ճիշտ գործարք է այն առումով, որ նախապես հայտարարված էր նախ, որ այդ տիպի գործարքի հնարավորություն կարող է լինել ու բնականաբար ցանկացած եվրոպարտատոմսի թողարկում ինքը
առնվազն մի քանի ամսվա աշխատանք է, այսինքն դու չես կարող հայտարարես Եվրոբոնդի թողարկում այսօր ու վաղը թողարկես, որովհետև ինքը իր տրամաբանությունը ունի։ Ինչ վերաբերում է 7-1-ին, բնականաբար գիտեք, որ կա risk-free տոկոսադրույք, այսինքն ռիսկից զատ տոկոսադրույքը, դա Ամերիկայի նույն ժամկետայնությամբ 10 տարանոց պարտատոմսերի եկամտաբերությունն է, որը այս պահին ճշգրիտ երևի չեմ ասի, բայց 4.3-ի մոտ է։ Այսինքն Ամերիկայի պետությունը 10 տարանոց պարտքը շուկայից վերցնում է 4.3%-ով տարեկան։ Հայաստանի կառավարությունը այդ պարտքը վերցնում է 7-1-ով, տարբերությունը 2.8% է, որը վերջին ժամանակում դիտված այդ սպրեդի նորմալ չափն է։ Հենց որ այդտեղ որևէ ինչ որ արտառոց բան չեմ տեսնում ու կարծում եմ, որ տոկոսադրույքը քանի որ որոշում է շուկան հենց այդ էլ գնահատում է, այսինքն ռիսկի չափն է գնահատում, պրեմիայի չափն է գնահատում, որը Հայաստանի Հանրապետությունը պիտի վճարի էքստրա risk-free նկատմամբ պարտք ներգրավելու նպատակով։ Սպուտնիկ։ Շնորհակալություն, տոկոսադրույքների կապված դա է ուզում հարցնել, այսինքն կարող ենք կարծես թե, այսինքն նախորդ թողարկման նկատմամբ այդ սպրեդը Ամերիկայի եւ մեր նկատմամբ, այսինքն մեր ռիսկի հավելավճարը փոքրի շատ է նույնն է մնացել, արդյոք կարելի է ենթադրել, որ այստեղ դուք էական ռիսկեր չեք տեսնում այդ հավելավճարի աճի եւ սցենարում ուղղակի պայմանական եք դրանք ներառում որպես եւ դիտարկում եք ուղղակի պայմանական որպես հնարավոր իրադարձություններից մեկը, սա առաջին հարցը, մնացածը հաջորդիվ։ Մենք դա դիտարկում ենք որպես ասցենարի էական մաս, որը որ կապված է ապագայում հնարավոր զարգացումների հետ։ Ինչ վերաբերվում է այսօրվա ռիսկի հավելավճարին, ապա իրավացիորեն ճիշտ եք նշում, որ ինքը գրեթե չի փոխվել, այսինքն Հայաստանի նկատմամբ ապիցիտը այդ տոկոսների շուրջ է։ Ու այս անգամ տոկոսը կարող է լինի 7.1, նախորդ անգամ կարող լիներ 5.5, դրանից առաջ կարող լիներ 3.3, բայց մենք խոսելիս գրագետ տեսանկյունից այդ ամեն ինչը ներկայացնելու տեսանկյունից պիտի խոսենք ոչ թե տոկոսի մասին, այլ ռիսկի պրեմիայի մասին, ոնց որ դուք նշեցիք։ Այդտեղ կան դիտարկումներ իհարկե, որ մեր վարկանիշային կազմակերպությունների կողմից Հայաստանին տրված վարկանիշների մեջ կա որոշակի կոմպոնենտ, որը վերաբերվում է աշխարհաքաղաքական լարվածությանը, ու եթե դա չլինի, ապա մենք ունենանք ավելի բարձր վարկանիշ, ինչը նաև իր հերթին կարող է զսպող ազդեցություն ունենա ռիսկի հավելավճարի վրա։ Բայց այս պայմանությամբ շուկան գնահատում է, որ մեր ռիսկի հավելավճարը այդ 280 բազիսային կետն է, 280-290, որը նաև համահունչ է ենթադրում եմ մեզ նման վարկանիշ ունեցող մյուս երկրների ռիսկի հավելավճարին։ Ներողություն ֆակտորը մորդ։ Շնորհակալ եմ։ Պարոն Գալստյան, վարկերի տոկոսադրույքներին եմ ուզում անդրադառնալ այս որոշման համատեքստում, ուրեմն մինչև 1 տարի տևողությամբ վարկերի տոկոսները ըստ Կենտրոնական բանկի հաշվետվությունների 14.6, ներողություն, 13.88, որը ամենաբարձրն է վերջին 5 տարում, եւ 1 տարուց ավելի 15.27, որը երրորդ ամենաբարձրն է վերջին 5 տարում, թեև 23 թվականի հունիսից, եթե չեմ սխալվում, Կենտրոնական բանկը մշտապես իջեցրել է տոկոսադրույքը, ինչ է սա նշանակում, արդյոք բանկերը չեն արձագանքում Կենտրոնական բանկի որոշումներին կամ դանդաղ են գուցե արձագանքում, եւ այսօրվա որոշման համատեքստում, որ տոկոսադրույքը թողնվում է նույնը, ունեք արդյոք կանխատեսում, անում եք արդյոք կանխատեսում ինչ է լինելու վարկերի տոկոսների հետ։ Վարկերի տոկոսները կախված են վարկերի նկատմամբ պահանջարկից եւ առաջարկից։ Եթե մենք տեսնում ենք, որ ինչ որ իր պրոդուկտի նկատմամբ կա հսկայական պահանջարկ, որը պայմանավորված է այլ գործոններով, օրինակ, չգիտեմ, հիպոթեկի շուկայում կա հսկայական պահանջարկ, որովհետեւ կա պետության ծրագրերը, կամ դրանից հետո այն մարդիկ, ովքեր որ ձեռք են բերում բնակարաններ, իրենք պիտի վերանորոգեն իրենց բնակարանները, այդ տիպի պրոդուկտների սպառողական վարկերի նկատմամբ կա հսկայական պահանջարկ։ Այդ
գործոններն են, պահանջարկից եկող գործոններն են, որոնք ըստ էության թույլ չեն տալիս, որպեսզի վարկերի տոկոսները ավելի արագ ճշգրտվեն ներքևի ուղղությամբ։ Ինչ վերաբերում է վարկերի ընդհանուր ներքին կառուցվածքային փոփոխություններին, որոնք նաև իրենց հերթին ազդում են տոկոսադրույքի վրա, մենք տեսնում ենք, որ աճում են այն տիպի վարկերը, օրինակ սպառողական վարկերը, որոնց տոկոսադրույքները ավելի բարձր են։ Ու քանի որ այդ տիպի վարկերը Հայաստանում տրվում են հայկական դրամով, վերջին մեր օրենսդրական փոփոխությունների արդյունքում բնականաբար միջին կշռված տոկոսադրույքը գնում է վերևի ուղղությամբ։ Այսինքն կառուցվածքի փոփոխության արդյունքում էլ երբ որ այդ տիպի վարկերը աճում են, որոնց տոկոսները ավելի բարձր է, իրանք ընդհանուր միջին տոկոսադրույքը, որին դուք հղում արեցիք, իրանք տանում են վերև։ Ինչ վերաբերում է մեր կանխատեսումներին, կախված է նրանից, թե ինչ սցենարով կգնանք, եթե օրինակ մենք գնացինք B տիպի սցենարով, որը որ ըստ էության այդքան ցանկալի սցենար չի, բայց ամեն դեպքում ռիսկերի մեջ մենք իր մասին խոսում ենք։ Դա ենթադրում է, որ տնտեսությունում տեղի ունենալու պահանջարկի թուլացում նվազում։ Եթե մենք դա տեսնելու ենք ռեալ կյանքում, նշանակում է, որ որոշակի գնողունակ պահանջարկի անկում ենք ունենալու, ինչը ենթադրում է, որ վարկերը այդքան չեն վերցնելու, որովհետև եկամուտները չի բավարարելու։ Բնականաբար, եթե պահանջարկը այդքան չեղավ, միգուցե տեսնենք որոշակի նվազում նաև վարկային շուկայում։ Կարելի է ենթադրել արդյոք, որ այս վերջին ամիսների 1-2 ամսվա գնաճի բարձրացումը ապրանքների առաջարկով է պայմանավորված, ոչ թե պահանջարկով, եւ ըստ այդմ արդյոք կարելի է ենթադրել, որ այդ քաղաքականության պատասխանը, այսպես ասած, կենտրոնական բանկի կլինի ավելի զսպված, քան եթե լիներ պահանջարկի շոկ, այսպես ասած։ Այո, միանշանակ ճիշտ եք ասում։ Հիմա եթե դուք նայեք 2.5-ի կառուցվածքը, դեղինը դա հիմնական մասն է, որը սեզոնային պարենային ապրանքներն են, այսինքն իրանք բացառապես իրանց մեջ ներառում են առաջարկով պայմանավորված գործոններ։ Երկրորդ մոխրագույնը դա ոչ սեզոնային պարենային ապրանքներն են, այսինքն եթե այդ երկուսը իրար հետ գումարում եք, դուք տեսնում եք, որ այդտեղ volatile կամ տատանողական կոմպոնենտը, որը որ մենք ունենք, բավականին մեծ է, ուստի մեր արձագանքը բնականաբար լինելու է զսպված, քան եթե դա լիներ օրինակ պահանջարկով արտահայտված, որը այն հիմնական մասն է գրաֆիկի, որտեղ մոխրագույնը տեսնում եք, որ կապույտը կամ ծառայությունները, որը որ հսկայական աճ են ունեցել նախկինում, հիմա այդ աճերը շատ ավելի մեղմ են։ Մյուս կողմից նաև այդ ընդլայնված տեքստում հաղորդագրության նշում եք, որ նաև իջել է մասնավորի եւ տնային տնտեսությունների պարտքային բեռը, ինչը կարող է նշանակել պոտենցիալ պահանջարկ խնայողությունները ծախսելու հաշվին, բայց նշում եք, որ պահպանվում է անորոշություն այդ ծախսերի ուղղությամբ։ Ըստ ձեզ ինչով է այդ անորոշությունը թելադրված, անորոշության զգացումներով, թե ծախսի պոտենցիալ ուղղությունների միգուցե ոչ հեռանկարային լինելով կամ պակասով։ Ես կարծում եմ առաջին տարբերակով է պայմանավորված, որովհետև ընդհանուր գլոբալ մեդիա դաշտում էլ են ինչ-որ որ մենք տեսնում ենք, լուրերը հիմնականում ուղղված են մարդկանց պահանջարկը զսպելուն, քան դրթելուն մարդկանց նոր ծախսումներ իրականացնել։ Եթե կարելի, այսինքն կարծում եք, որ այդ խնայողությունները, որոնք կուտակվել են, այդքան արագ չեն վերածվելու ծախսերի այդ պատճառներով։ Կնայենք, կդիտարկենք, բայց հուսամ չէ, որովհետև խելամտության չափը միշտ պետք է տեղում լինի։ Հանրային Կարող եմ խնդրել միկրոֆոնը միացնեք։ Պարոն Գալստյան, խնդրեմ նշեք արտաքին եւ ներքին պարտքի դեպքում, այսպես վերցած պետության կողմից միջին տոկոսադրույքը երկուսի դեպքում էլ ոնց ինչ է կազմում եւ շահավետության տեսակետից խնդրեմ նշեք տարբերությունները։ Ճիշտն ասած, ժողովուրդ, այս երրորդ պարտքի մասին հարցն է, պարտքի կառավարմամբ Հայաստանի Հանրապետությունում զբաղվում է ֆինանսների նախարարությունը։ Կենտրոնական բանկը պարտքի կառավարմամբ չի զբաղվում։ Մենք օժանդակում ենք մեր գործընկերներին այլ հարցերում, բայց պարտքը ես հիմա կդժվարանամ ինչ որ թվեր ասեմ, ինչքան է արտաքին պարտքի միջին տոկոսադրույքը կամ ներքին պարտքի միջին տոկոսադրույքը։ Վերջին Եվրոբոնդը թողարկվել է 7.1%-ով,
2.8%-ով ավելի բարձր, քան նույն ժամկետայնությամբ 10 տարանոց պետական ամերիկյան պարտատոմսը, մեր 10 տարանոց հայկական պետական պարտատոմսը հայկական դրամով Հայաստանի յուրիսդիկցիայում թողարկված 9.5%-ի, 9.6%-ի կարգի է։ Այսինքն այտենց կարող եք նայել, բայց թե պրոպորցիան ոնց է փոխվել, ինչ ուղղությամբ է գնացել, կդժվարանամ հիմա պատասխանեմ, որովհետև մեր մանդատից դուրս է այդ հարցը։ Պարոն Շնորհակալություն, պարոն Գալստյան, ես թեպետ ուշացա, բայց հասցրեցի ծանոթանալ եւ հաղորդակցության եւ լսում էի ճանապարհին, ես կխնդրեմ նորից ասեք հաղորդակցության մեջ ոնց որ թե չգտա թե 6.75% պահպանվելը, որտեղ միշտ փոփոխություն էր կրում վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այս 6.75%-ի պահպանումը ինչով է պայմանավորված, ու նաեւ գնաճը մոտեցել է 2.5%-ին, 4%-ի շրջանում էր, ես ինչքան որ հիշում եմ, բարբերաբար կբան հայտարարում, որ ընդունելի չափ է, այսինքն ձեր կողմից հայտարարված 4%-ն է, հիմա 2.5%-ը ոնց է տեղավորվում ձեր ակնկալիքների ու պատկերացումների մեջ։ Սա այս մասով հետո էլի հարցեր կան։ Սկսեմ գնաճից, նախ թիրախը մենք փոխեցինք։ Թիրախը այս պայդրության ոչ թե 4-ը, այլ 3 է։ Դրա համար էլ ասում ենք, որ 2.5-ը մոտեցել է այն թիրախային ցուցանիշին, որը որ մենք ունենք։ Հիմնականում գնաճը պայմանավորված է եղել, կներեք իհարկե կրկնվում եմ, բայց որպեսզի կոնտեքստը տամ էլի, հիմնականում գնաճը պայմանավորված է եղել սեզոնային եւ ոչ սեզոնային պարենային ապրանքների աճով, որոնք որ առաջարկի ֆենոմեն են, այլ ոչ թե պահանջարկի, այսինքն այդտեղ այս պայդրությամբ ինքը բարձր է, բայց շատ մտահոգվելու տեղ չունենք, որովհետեւ պահանջարկով չի գալիս այդ գնաճը։ Ինչ վերաբերում է մեր որոշման կայացման տրամաբանությանը, մենք ասում ենք, որ արդեն մի տարուց ավել է մենք սրա մասին խոսում ենք, որ մեր մոտեցումների համաձայն մենք սցենարներ ենք քննարկում ու խորհուրդը քննարկում է տարբեր տիպի սցենարներ։ Հիմա այսօր մենք քննարկել ենք A եւ B տիպի սցենարներ ու A տիպի սցենարներից հիմնականն այն է, որ երկրի ռիսկի հավելավճարը կարող է աճել, այս աշխարհակաղակական զարգացումներով պայմանավորված։ B տիպի սցենարների հիմնական լեյտմոտիվը այն է, որ աշխարհում կարող է տնտեսական աճը դանդաղի, որովհետև առևտրային պատերազմներ եւ այլն, ինչպես նաեւ Հայաստանում կարող է մենք տեսնենք պահանջարկի նվազում։ Ու քանի որ այդ երկու սցենարները իրար հավասարակշռում են այսօր, մեր գնահատմամբ, մենք փորձեցինք տոկոսադրույքը պահել նույն մակարդակի վրա, որպեսզի տեսնենք զարգացումները ինչ ուղղությամբ են գնում։ Անորոշությունը մեր շուրջ շատ մեծ է։ Ուստի նախկինում իրականացված լավ քաղաքականության շնորհիվ մենք ոչ թե գնում ենք ցեյտնոտային իրավիճակի մեջ այս ժամանակահատվածում, որ չիմանանք ինչ ուղղությամբ գնանք, որոշումը ոնց կայացնենք, այլ կարող ենք պաուզա վերցնել, հասկանալ ինչա մեր շուրջը կատարվում, որպեսզի կարողանանք հետագայում քաղաքականությունը ավելի խելամիտ անենք։ Սա չի նշանակում, որ մենք հասել ենք ինչ-որ մակարդակի, որից ներքև տոկոսները չեն կարող լինել։ Այսինքն տոկոսները կարող են այստեղից ներքև, տոկոսները կարող մնան այս մակարդակի վրա, տոկոսները կարող են լինել ավելի վերև, կախված նրանից, թե որ սցենարը կգերակշռի։ Եթե ես թվերը ճիշտ եմ հիշում, մոտ 14% միջև բարձրացրել եք դուք վերաֆինանսավորման տոկոսադրույքը, Չէ, 10.75։ 12 էլ եմ հիշում։ Չէ, 10.75 եղել է պիկը, որից հետո հիմա իջել ենք 6.75։ Լավ, այսինքն մոտ 5%-ի 4%-ի ինքը տարբերություն կա, ինչը բավականին մեծ է։ Եվ այս հարցը միշտ ակտուալ է, ամեն անգամ հանդիպման ժամանակ տալիս եմ, այս փոփոխությունը էապես իջեցնել 10.75-ից 6.75 բանկերի սպառողական վարկի եւ մնացածի նոր այդ հարցին պատասխանեցի։ Տարվել է թե ոչ։ Կխնդրենք կարճ մի հատ նորից ասեք։ Կարճը հիմնականում պայմանավորված է պահանջարկով, այսինքն եթե մենք ունենք բանկերը տեսնում են, որ կա հսկայական պահանջարկ ինչ-որ վարկային պրոդուկտների նկատմամբ, բնականաբար գնի ճշգրտումը լինում է շատ ավելի դանդաղ, քան այդ պահանջարկը չլիներ։ Որտեվ հիմա սպառողական ու հիպոթեկային վարկերի նկատմամբ հսկայական պահանջարկ կա, այսինքն անցած տարվա աճերը որ նայեք, թե ոնց են այդ տիպի վարկերը աճել, կտեսնեք, որ այդտեղ մեր բնակչության կողմից մեծ պահանջարկ կա այդ տիպի պրոդուկտների նկատմամբ, որոնք որ բարձր տոկոսով վարկային պրոդուկտներ են, որոնք ընդհանուր միջինը քաշում են վերև։ Հա, որոշակիորեն հա։ Միևնույն է, ինչքան էլ իջեցնեք։ Մենք ունենք էական ճշգրտում պարտատոմսերի շուկայում, օրինակ պետական պարտատոմսերի միջնաժամկետ, մանավանդ կարճաժամկետ հատվածն է շատ իջել, չգիտեմ ունենք մենք պարտատոմսերի գրաֆիկը, բայց վարկերի շուկայում դեռևս չենք տեսնում այդ ճշգրտումը, ու ճշգրտումը երևի թե կլինի այն ժամանակ, եթե մենք կտեսնենք պահանջարկի որոշակի ավելի մեծ ճշգրտում ներքևի ուղղությամբ։ Օքեյ։
Շնորհակալություն։ Բացու աշխատողների կողմից գեներացվող պահանջարկի մասին է ուզում հարցնել, արդյոք ունեցաք հնարավորություն դիտարկելու արդյոք սեզոնային աշխատողների, ռադիոյում աշխատող սեզոնային աշխատողների ներխոսքը Հայաստան ենթադրյալ, որը ենթադրվում էր նախկինում, տեղի ունեցել եւ ինչ չափով եւ ինչ էֆեկտ կարող է ունենալ պահանջարկի վրա, նաեւ ակնկալում եք այդ մասին հաղորդագրության մեջ, նշելով որ այդ անորոշությունների մեջ այդ թվացալան համապատասխանության մեջ գործազրկության պաշտոնական թվերի բացացում, բայց բացու աշխատողների թվերի աճ կարող է տեղ գտնել նաև այս գործոնը, եթե ճիշտ եմ հասկանում, դա սեզոնային աշխատողների ներհոսքը Հայաստան եւ արդյոք Արցախի մեթալերնակիցների մուտքը աշխատաշուկա եւս դիտարկել եք այդ կոնտեքստում։ Վարձու աշխատողների հետ կապված լավ նորությունն է, որ մեր այսօրվա հրապարակվող ներդիրներից մեկում հենց դրան ենք անդրադառնալու, այսինքն մանրամասն ինֆորմացիա տեղ գտանք վերջին հարցման վերաբերյալ, իհարկե վերջին հարցումը արել ենք հեռախոսային, այլ ոչ թե տետատետ ֆորմատով, բայց ամեն դեպքում տեղելի արժեքավոր ինֆորմացիա կա, ինֆորմացիայի մի կտորն էր, որ մարդկանց մոտ էլ էական անորոշություն կա իրանց ապագա աշխատուժին ներգրավելու Ռուսաստանի Դաշնությունում օրինակ գնալու են աշխատեն, թե չեն գնալու աշխատեն, սրանից եթե 10 տարի առաջ կամ 7 տարի առաջ կամ 5 տարի առաջ հարցում է Իրանում, իրանք փետրվար ամսին արդեն հստակ իմանում էին, իրանք մեկնելու են արտագնա աշխատանքի, թե չէ, հիմա անորոշությունը բավականին մեծ է։ Որից ենթադրում եք, որ նրանք Հայաստանում կմնան եւ ենթադրում ենք, որ Հայաստանում կմնան ու կներգրավեն աշխատուժի շուկայում։ Երկրորդ կտորը, որին մենք անդրադարձել ենք, նաեւ այդ փոխանցման մեխանիզմների բանն էր։ Եթե ես ճիշտ եմ հիշում, մեր վերջին հարցումներով 80%-ը որպես կանոն լինում էր անկանխիկ, 20%-ը փողի փոխանցման լինում էր կանխիկի տեսքով Ռուսաստանից վերջում որ գալիս էին իրենց հետ այդ վերջի բանը ակորդը բերում էին, կտորը բերում էին կանխիկով։ Հիմա քանի որ ռուսական բանկերը սանկցիոն եւ այլն այդ խնդիրները փոխանցումները առաջացել է, կանխիկի տեսակարար մեծացել է։ Այսինքն մարդիկ փորձում են ճանապարհներ գտնել կանխիկով փոխանցել գումարները Հայաստան ու նվազել է նաև այն մարդկանց տեսակարար քշերը, ովքեր որ բարբերաբար մեկնել են արտագնա աշխատանքի։ Բարբերաբար ասելով ամեն տարի ենթադրենք մենք ունեինք գյուղեր Հայաստանում կամ ռեգիոններ, մարզեր, որտեղ որ հիմնական զբաղմունքը տղամարդկանց մոտ բարբերաբար արտագնա աշխատանքի մեկնելն էր։ Հիմա մենք այդտեղ ունենք իրավիճակ, որ իրանք ներեն գրավում հայկական աշխատուժի շուկայում, նույն շինարարության ոլորտում հորիզոնում եք այդ նվազումը տեսնում։ Դիտարկում։ Այս վերջին հարցումը դրա մասին է վկայում, որ իրանք ենթադրենք անցած տարի չեն մեկնել ու այս տարի էլ հələ չգիտեն մեկնելու են թե չեն մեկնելու։ Անորոշությունները արցախցիների հետ կապված կխնդրեմ Հայկո օգնի, եթե մենք ինչ որ ինֆորմացիա ունենք քանակի վերաբերյալ։ Հա, չէ, վերջի դիտարկումները որ կան, այդ մասին խոսում էինք, իրականում ավելի շատ դա արդյոք գրանցվածը ինչքանն է, հա, վերջի տվյալներով դա մոտավորապես 20,000-ի կարգի, որը ըստ էության մոտ է նաև այն ցուցանիշին, ինչը մենք պատկերացնում ենք, որ կլինի, որովհետև մի մասն էլ, որովհետև մենք դա պետք է նայենք, թե որն է աշխատուժի շուկայում, հա, աշխատանքային ռեսուրսների այն մասը, որը պետք է շուկայում նաև աշխատանքի պահանջարկ ներկայացներ ու մոտավորապես մեր գնահատականներով դա էր նախկինում էլ, հա, մինչև 30,000 եւ այլն, ենթադրաբար բանը, գրանցված, հա, մասը գյուղատնտեսական աշխատանքների մեջ կան բաներ, որոնք որ ըստ էության նաև մյուս հատվածներում կան։ Ուղղակի հարցը նաև որ ըստ էության այդտեղ ոչ թե խնդիրը նույն նաև միգրացիոն մասերի մասը, ոչ թե խնդիրը մեր հարցումներով մենք փորձելու ենք բարձել արդյոք ճիշտ են սխալ են այդ թվերը, այլ հարցը միգրացիոն մասում հատկապես նաև թե մոտիվացիան արդյոք ունեն գնալու թե չգնալու, որովհետև մնացածը պաշտոնական վիճակագրությունը, որը որ ՎԿ-ն իրականացնում է, դա նաև հարցումների հիման վրա է, հենց իրենց հարցումները, դրա համար պաշտոնականը դա է, որը ենթադրում է այդ մնացած կտորները եւս ներառված են մեջ։ Հարցումներ կատարել եք ինչպես որ աշխատանքային միգրանտների խմբում Որ իմաստով թե արդյոք իրանք ներգրավում են։ Այո, կամ պատրաստ են մեկնել երկրից, թե նա տրամադրված են։ Դե դա էլ հենց բան, հա, արցախցիների մասով չէ, ցավոք սրտի այտենց տարանջատում հարցվածների մեջ ունենք փոքր բաներ, բայց դա վիճակագրորեն նշանակալի չէին, դրա համար այդ ցուցանիշները իրականում նաև բան չէ։ Ընդհանուր բանոկը։ Շնորհակալություն։ Ինձ մոտ էլի մի քանի հարց առաջացավ, նաև աշխատուժի հետ կապված, բայց մի միջանկյալ հարց, պարոն Գալստյան։ Ես հիմա նայում եմ ռեյթ համակարգով
հետևանքով վերջին օրերի դինամիկան, որ նայում ենք արտարժույթի շուկայում, ռուբլին էականորեն բարելավում է իր դիրքերը, արդեն իսպայն օրինակ 4.98-ի կողմերն է 89-98 տարբեր բանկերում, իսկ հակառակ դրան դոլարը գնալով ոնց որ թե անկում է ապրում, արժեզրկվում է, սա ինչով է պայմանավորված եւ ինչ ազդեցություն կունենա սա մեր ֆինանսական շուկայի վրա, տեսակետներ կան, որ Թրամփ-Պուտին հարաբերությունների այս բարելավումն ու ջերմացումը ազդել է ռուբլու փոխարժեքի վրա, ռուբլին գնալով ամրապնդում է իր դիրքերը, արդյոք սա խելամիտ տեսակետ է, եթե ոչ, ապա ֆինանսական առումով դուք ինչպես եք բացատրում, սա հետո նորից կշարունակեմ։ Ես կարծում եմ, որ ռուբլու վերջին արժևորման մեջ սենտիմենտը բավականին կարևոր դեր ունի։ Այսինքն ձեր նշած դրական սենտիմենտը, որ շուկայում տեսնում են հնարավոր Ուկրաինայի ճգնաժամի հնարավոր արագ հանգուցալուծում, սառեցում կոնֆլիկտի հետագայում որոշակի բանակցություններ, դա միանշանակ դրականորեն է ազդում ռուբլու փոխարժեքի վրա։ Հարաբերությունները կարգավորված։ Ենթադրում են, որ շուկայի մասնակիցների մոտ այդ սենտիմենտը այս բայդրությամբ դոմինանտ է, նաև գիտեք, որ այսօր հեռախոսազրույցն է տեղի ունենալու։ Ես կարծում եմ դրան ընդառաջ որոշակի սպասումներ կան ձևավորված նաև շուկայի խաղացողների մոտ, ինչի դրական ազդեցությունն է ունենում ռուսական ակտիվների գների, ընդհանուր ակտիվների գների վրա։ Դոլարի փոփոխությունը կարծում եմ, որ որոշակի նվազում կա ոչ միայն ռուբլու նկատմամբ, այլ օրինակ եվրոյի նկատմամբ էլ, դուք տեսաք, որ եվրոն էլ որոշակի արժևորվեց, էլի որ նայում է շուկայի խաղացողների կոմենտները վարկագծի վերաբերյալ, դա հիմնականում պայմանավորված է ամերիկյան ակտիվների նկատմամբ որոշակի անվստահություն չասեմ, բայց որոշակի տատանողականությամբ մտքում ունենալով այդ տատանողականությունը, որովհետև ըստ էության վարկագծային փորձում են հասկանալ ինչ է ուզում ներկայիս ադմինիստրացիան անի, այդ տարիֆների քաղաքականության, տնտեսական հարաբերությունների միջոցով ու կարծում եմ, որ շուկան դեռ խարխափում է հասկանալու համար ուղեգիծը զարգացման։ Ուստի երևի թե այս բայդրությամբ փորձում են ինվեստիցիաները որոշակիորեն զսպել, մինչև տեսնեն հնարավոր զարգացումները մի քիչ ավելի ինչա լինելու, ինչ ուղղությամբ է գնալու։ Պարոն Գալստյան, գործընկերս աշխատաշուկայից հարց տվեց, շարունակելով այդ թեման, նաև այդ Թրամփի ադմինիստրացիան թե ինչ է ուզում անել, մենք վերջին շրջանում տեսնում ենք, որ էապես կրճատում են այն դոնոր ընկերությունների ֆինանսավորումը, որոնք ներդրումներ են անում փողեր են ծախսում տարբեր երկրներում, այդ թվում Հարավային Կովկասում եւ մասնավորապես Հայաստանում, խոսքը USAID-ի մասին է, նաեւ լրատվամիջոցների ֆինանսավորումը դադարեցվում եւ այլ ՀԿ սեկտորի։ Ես չգիտեմ, դուք ցուցանիշներ տվյալներ ունեք կամ որևէ ազդեցություն ունեք կամ կառավարման տեսանկյունից հետևում եք այդ շարժին ձեր տիրությունը թե ոչ, բայց հետաքրքիր թե որքան գումար էր մտնում Հայաստան այդ ֆինանսավորմամբ եւ ինչ ազդեցություն կունենա այդ ֆինանսավորման հոսքերը դադարեն, այդ խողովակները փակվեն Հայաստան ու նաեւ աշխատաշուկայի մասով սա ինչ ազդեցություն կարող է թողնել մեր երկրում։ Շնորհակալություն։ Ճիշտն ասած, չգիտեմ մասշտաբը այդ իրականացվող գործառույթների Հայաստանում, հա, USAID-ի տարեկան կամ ոչ միայն տարեկան, որովհետև ենթադրում եմ իրանց ծրագրերը չէին սահմանափակվում 1 տարով, այլ ունեին որոշակի ու ոնց է լինելու ծրագրերը, որոնք որ ընթացքում են այդ ծրագրերը, այսինքն իմ ինֆորմացիան այնքան քիչ է, որ չեմ կարող հիմա ինչ-որ բան ասեմ, որովհետև ցանկացած ասածս կնմանվի սպեկուլյացիա, այլ ոչ թե ինչ-որ տրամաբանված եզրահանգման։ Բանը չշարժայում Հայաստանի կառավարությունը անընդհատ լոբինգ է անում անկանխիկ գործարքների վրա եւ տարբեր մեթոդներով կամ խթանում է կամ նույնիսկ պարտադրում է, որ քաղաքացիները անկանխիկ գործարքներ կատարեն հիմնականում, բայց այստեղ մի խնդիր կա, որը ես ամանորյա գնումներից սկսած հատկապես ուշադրությունս գրավեց, երբ որ մտնում ենք խանութ, հատկապես փոքր խանութներ, հիմնական բանջարեղենի մսի նաեւ առևտուր անելու իրենք հատկապես եթե փոքր թաղի կամ քաղաքի համայնքի խանութ եւ ճանաչում ենք
քեզ վստահություն կա, իրենք քեզ խնդրում են բարեկամաբար, որ դու կանխիկ վճարես, այլ ոչ թե անկանխիկ, պատճառաբանելով, որ անկանխիկ քարտով վճարումը իրենցից լրացուցիչ տոկոսներ է տանում ու դժգոհում են բնականաբար այդ բանկերից, երևի միջնորդավորված նաև կենտրոնական բանկից։ Հիմա այս տրամաբանությունն եմ ուզում հասկանալ, թե ինչու են մի կողմից կառավարությունը խթանում է կամ հորդորում է մարդկանց անկանխիկ գործարքներ անել, նաև տնտեսվարողներին, մյուս կողմից այնպիսի պայմաններ է ստեղծում, որ մարդիկ խուսափեն անկանխիկ գործարքներից։ Հիմա վերջին հարկային օրենսգրքի փոփոխություններն են էլի այդ կոնտեքստում, ամեն ինչ անում են իբրև թե ստվերից դուրս գալու համար, բայց զորով մարդկանց մղում են տնտեսվարողներին դեպի ստվերը, նոր ստվերներ գտնել։ Դուք սա ինչով եք բացատրում, որ քարտով վճարելիս 2.5 թե 3% լրացուցիչ պահում է անում տնտեսվարողից, ինչը ձեռ չի տալիս հատկապես փոքր շրջանառության դեպքում։ Այդտեղ ուրեմն ուզում եմ հիշեցնել, որ երբ որ անկանխիկի մասին օրենքը ընդունվեց, ու այդ պոստտերմինալների հարցը առաջացավ, ՀԴՄ-ները պոստտերմինալներ որ պիտի դառնան նաև որոշակի մոդիֆիկացիայի արդյունքում, այդտեղ կոմպրոմիս եղավ այն, որ բանկերը $5 միլիոն կարգի ներդրում արեցին ու տնտեսվարողների համար ձեռք բերեցին այդ սարքերը կամ լիցենզիան, որպեսզի ձեր վրա հավելյալ ծախս չլինի, որպես փոքր կրպակի տեր։ Հա, նույն սարքով ինքը լիցենզիոն բան է դրվում վրան, աշխատում է որպես կանոն, հիմնականը տենց է։ Ու մենք խոսում ենք այդ ծրագրի շրջանակներում մոտ 40,000 պոստտերմինալի մասին։ Որտեղ բանկերը սահմանեցին շատ ցածր սակագներ, այսինքն փոքր խանութների համար գյուղական վայրերում, եթե իմ հիշողությունը չի դավաճանում, ամսական 1000 դրամ։ Ոչ թե առևտրից տոկոս, այլ ամսական 1000 դրամ։ Բայց նաև կա առևտրից տոկոս։ Չէ, բացի հանած առևտրի տոկոս չկա, դու ուղղակի այդ լիցենզիայի համար տալիս ես 1000 դրամ։ Տենց էին պայմանավորվել։ Ավելի մեծ քաղաքներում բնականաբար արդեն տոկոս, ավելի մեծ խանութներում բնականաբար արդեն ծառայության դիմաց վճար, որը ձեր ասած թիվն է, բայց բնականաբար 3% չի։ Ինքը միջին կշռված 2-ից ցածր է ստացվում։ 2.1, հիմա մի քիչ երևի ավելի ցածր կախված գործունեության տեսակից։ Ու այդտեղ բնականաբար ծառայություն է մատուցում, որի դիմաց վճարում է, իսկ ինկասացիան անելու դիմաց այդ նույն խանութները ինչքան էին տալիս այդ կանխիկը տանելու, բանկ տեղավորելու, դուրս գալու եւ այլն։ Այդ ծախսերը բնականաբար ոչ մեկ չի հաշվում։ Հաշվում ենք ինչ են անում, գրպանում են դնում, հետո այդ քեշը կորում է։ Դե այսինքն ինկասացիան անում են, որ տանեն իրենց բանկային հաշիվներին, հետո գումարում։ ինկասացիան անում են, որ կանխիկը չտանեն իրանց տուն ու չենթարկվեն կողոպուտի կամ ինչ-որ մի բանի, այսինքն անվտանգության տեսանկյունից դու վճարում ես մի բանի համար, որը որ ծառայություն է։ Հիմա ծառայության գումարը բարձր է թե ցածր է, չեմ կարող ասել, կարծում եմ, որ այդքան բարձր չի։ Մարզային խանութները ամեն դեպքում դժգոհում են։ Նույնիսկ Երևանի համայնքներում կենտրոնից դուրս ես գալիս, փոքր բակի խանութը փոքր, ինքը դժգոհում է, իրենք նախընտրում են կանխիկով առևտուր անել։ Հիմա որքան էլ որ իրանց չի սահմանափակում, չէ՞, կանխիկով առևտուր անելը։ Հա, բայց մինչև 300,000 դրամ փոքր խանութներում։ Այսինքն ինքը քեզ ասում է, արի դու վճարի կանխիկով։ Հա, քեզ համոզում են Ինչի համար, որ բանկի տոկոսը չտան այդ 1.5%-ը, թե որ հարկ չտան։ իրականում 2.5 է ինձ ասել։ Դե 2.5 այդ շատ քիչ դեպքերում է, այն էլ հատուկ քարտերով, հատուկ գործառնությունների դեպքում։ Եվ մի բան էլ անընդհատ, այսպես ասած, կառավարության, հա, անընդհատ կառավարության կողմից տնտեսվարողների հետ կապված անհարմարություններ են գնալով ամեն ինչ թանկացնում են։ Հիմա որոշ բաներ ձեր տիրույթում չի, դրա համար չեմ ուզում դետալացված ծավալվել, բայց նույն այս թեման եւս նորից պնդում եմ, որ իրոք դժգոհություն է։ Երկրորդ նաև այդ ՀԴՄ սարքերի սպասարկման բան էլի կարծեմ ձեր տիրույթում չի, գուցե առանձին ինչ որ մարմին է։ Դա լավ, կրկնակի թանկացել 1603 դարձել։ Թարմ լավ որակի, լավ սպասարկում իրականացնող ՀԴՄ ունենալու պարտականությունն է։ Այդ ՀԴՄ-ն արդեն ունեն, որոնք գալիս են, մարդիկ ունեն այդ ՀԴՄ-ն։ Խանութը Վարշավերանոց ին Վարշավիրը ՀԴՄ-ն ունի, բայց ասում 1800-ը դարձավ 3600 հունվարի 1-ից։ Նյուանս կա, օրինակ Visa-ն ու Mastercard-ը, որոնք որ հիմնական սպասարկողներն են այդ քարտերի, ամեն X ժամանակը մեկ մտցնում են նոր պրոտոկոլներ անվտանգության հետ կապված եւ այլն, որը որ հին սերնդի ՀԴՄ-ն չի սպասարկում։ Հիմա եթե դու ուզում ես որ քարտով լինի քո մոտ, պատասխանատվությունը ընդհանրում է որ քոնն է նաև էլի։ Ինչ են թանկացնում,
Ոչ մի նոր բան չեն արել։ Ով ասաց։ Տեսնում ենք, նույն սարքն է, նույն բանն է, մնացել է։ Չեմ ուզում վիճեմ, որովհետև պիտի նայենք ինֆորմացիան, որպեսզի վիճենք, բայց կարծում եմ իմ կյանքի փորձը ինձ ցույց է տալիս, որ երբեք չի լինում մի պատմությունը կամ սև կամ սպիտակ, լինում են միշտ դրվագներ, որոնք որ ներկայացնողը փորձում է ներկայացնել այն տեսանկյունից, որը որ միակողմանի է, այս կողմն էլ միշտ ներկայացնում է այն տեսանկյունից, որը որ այս կողմին է ձեռնարկում։ Դրա համար պետք է միկրովերլուծություն անել ու հասկանալ իրականում այդ լրջագույն խնդիրը կա այդ խնդիրը, թե չկա այդ խնդիրը։ Նաև հրապարակում եք։ Ես միայն իմ տեսակետը չէ։ Կտակ կնայենք, մենք նայում ենք, այսինքն ես չի որ չենք, անընդհատ ենք նայում։ Անընդհատ։ Բայց մյուս կողմից էլ մարդիկ, ովքեր որ գնում են ենթադրենք բանկ ու ուզում են քարտ, այդ մարդիկ չեն ուզում արկա քարտ, այդ մարդիկ ուզում են անպայման վիզա քարտ, որ կարողանան նաև դրսում օգտվել։ Հիմա այդ վիզա քարտ ունենալը մարդու համար ձեռնտու տարբերակ է, բայց տնտեսվարողի համար հավելյալ գումար է, որովհետև այդտեղ վիզայի վճար կա եւ այլն։ Այսինքն պատկերացրեցիք չէ սպեկտրը խնդրի։ Պատկերացրեցի, ասում եմ դուք էլ նաև պատկերացրեք տնտեսվարողների դժգոհությունը։ Մենք շատ լավ պատկերացնում ենք։ Այդ մարդիկ ասում են ինչ եք անընդհատ թանկացնում ամեն ինչ։ Մի բան արեք, գոնե էժանանա, մի բան էլ մեր համար արեք։ Բար ժողովրդական լեզվով ասում են ամեն ինչ թանկացնում եք։ Հարկերը թանկացնում եք, турքերը թանկացնում եք, կայամա վճարը թանկացնում եք, ՀԴՄ-ի սպասարկումը կրկնակի թանկացնում եք 1008-ից 3600, որն է տրամաբանությունը։ Ոչ մի բան չի փոխվել։ Այդ ՀԴՄ սարքի վրա ոչ կոֆեի ապարատ ավելացել, որ անվճար սուրճ է տալիս, ոչ չգիտեմ, ինչ որ ծաղիկներ են ավելացել, ոչ մի բան չկա։ Ես փորձեցի իմ մասով ինչքան կարողացա ինֆորմացիա տամ, մնացածը կնայենք հետո։ Այդ 2.5%-ը մնացածը, չգիտեմ։ 2.5-ը ասում եմ, որ 2.5 չի, կարող են լինել 2.5, բայց միջին կշռված տոկոսը դրանից ներքև է։ Լավ։ Ֆակտոր։ Պարոն Գալստյան, ձեր պատասխանից հետո նայեցի նաև հիպոթեկային եւ սպառողական վարկերը, սպառողականները շարունակում են աճել, հիպոթեկը կանգնեց։ Ճիշտ եմ հասկանում, օրինակ մոտ 190 միլիոն դրամ նույնիսկ իջավ, ինչը չնչին է այս պորտֆելի պայմաններում, բայց դեկտեմբերի նկատմամբ հունվարը գրեթե կանգնել է, ինչով ասա բացատրվում ու ինչ հետևանքներ կարող ունենա։ Դեկտեմբերը անցած տարվա մի քիչ իր էությամբ ֆենոմենալ ամիս էր, որովհետև ինքը նախորդում էր ծրագրի ավարտին Երևանի հետ կապված, այսինքն բավականին մեծ քանակով հիպոթեկային վարկեր տեղափոխվեցին դեկտեմբեր, ուստի բաշխումը, որը որ պարբերաբար լինում էր դեկտեմբեր, հունվար, հետո փետրվար, փոխվեց, այսինքն ինքը անոմալիա է, որին պետք է նաև այդպես վերաբերվել։ Հենց որ կարծում եմ մեկ ամսով նայելը դեռ բավարար չի, պետք է մի քանի ամիս նայել, որպեսզի ճիշտ պատկերը հասկանանք, արդյոք հիպոթեկային շուկան ինչ տրայեկտորիա ունի, էլի հիպոթեկային շուկան զարգացման ինչ հեռանկար ունի։ Պահանջարկի հետ կապված կապիտալ ծախսերի մասին է ուզում հարցնել, նախորդ տարի ունեինք ծրագրից որոշակի շեղում դեպի ներքև, սակայն այս տարվա հունվարին կա շատ էական աճ, 3 անգամից ավել հունվարի կտրվածքով, այսինքն հունվար ամսվա համար ոչ տիպիկ շատ աշխատանքներից ավել է գրանցել վիճակագրական կոմիտեն, հա։ Արդյոք սա դիտարկում եք որպես կամ ինչ որ գնահատականներ ունեք, թե արդյոք սա կարող է շարունակվել հետագա ամիսների ընթացքում եւ պահանջարկը ավելացնել։ Կարծում եմ մեկ ամսով պետք չի ընդհանրապես ոչ մի բան նայել։ Այսինքն մի քանի ամիս նույն ֆենոմենը տեսնելու դեպքում արդեն կարող ենք փորձել հասկանալ, թե դրա տակ ինչա թաքնված։ Այո, ուղղակի հավանաբար ունեք կոմունիկացիա գործընկերների հետ, նրանցից ինչ-որ գնահատական նայել ենք, որովհետև այդ կապիտալ սպառումը, կապիտալ ծախսերը իրանց մեջ բավականին լայն սպեկտր են ներառում տարբեր բաների, ուստի կարող է ընդամենը մի գործարք ինչ որ ապրանքի ձեռքբերման գծով բերի բավականին մեծ տատանողականության։ Եթե կարելի է ու նաև իրականում այդտեղ նաև որոշակիորեն տեխնիկական բաներ էլ կար լինեն, սովորաբար տարեսկզբին, քանի որ որոշակիորեն կարգավորման բանը փոխվել է բյուջեի մասով, այսինքն նախորդ տարվա վերջին որ շատ կապիտալ ծախսեր միշտ պլանավորվում են տարեվերջով, հա, եւ տարվա վերջին ավարտվելու դեպքում նախկինում դա չէր տեղափոխվում հաջորդ տարի, հիմա որոշակի կարգավորման ու տեխնիկական խնդիրների պատճառով կարող է տեղափոխվել հաջորդ տարի, շատ բաներ դրանք նախորդ տարվա ուղղակի դրսևորումներ են, որ կարող են ընկնել մյուս տարեսկիզբ, բայց ընդհանուր միտումային իմաստով դա դեռևս ազդակներ չեն,
ինչպես նշեց պարոն Գալստյանը, ավելի շատ եթե միտումներին նայելով մի քանի ամսվա դիտարկումներով նոր կարելի է դրան Ռուբլու արժևորման հետ կապված ճիշտ եմ հասկանում, որ առայժմ չեք ներառում այդ ֆենոմենը ինչ-որ փոքր շատ է երկարաժամկետ կանխատեսումների մեջ, այսինքն օրինակ որ ներգնատուրիզմը դառնալու է ավելի գրավիչ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար կամ մեր արտահանումները կարող են ավելանալ, թե դա դեռևս շատ կարճաժամկետ է, որպեսզի դատողություններ անեք նման մի քանի ամսվա կտրվածքով։ Սցենարների մեջ երբ որ խոսում ենք, դրան անդրադարձել ենք։ Այսինքն ձեր հենց նշած ֆենոմենին, որ ռուբլու արժևորման արդյունքում եթե նույնիսկ չտեսնենք տուրիստների թվի ավելացում, ապա Հայաստանում ծախսվող գումարների աճ կարող ենք տեսնել էկվիվալենտ։ Նաև խոսել ենք ռուս տուրիստների գնողունակ արտաքին պահանջարկի տեսանկյունից։ Խոսել ենք նաև ապրանքների վրա ռուսական ռուբլու արժևորման հնարավոր ազդեցության տեսանկյունից, իմպորտի թանկացման, հնարավորության տեղափոխման եւ այլն, բայց էլի ժամանակ է պետք, որպեսզի հասկանանք ինչքան ինքը կկայունանա այդ ֆենոմենը։ Որտեւ այս պայդրությամբ եթե նայում եք, դեռևս բավականին բարձր գնաճ կա Ռուսաստանում, կենտրոնական բանկի տոկոսադրույքն էլ 21% է։ Հենց որ դիտեսնենք ինչ զարգացումներ կլինեն։ Զուտ ավելացնեմ, որ այսօր երեկոյան հրապարակին դրամավարկային քաղաքականության զեկույցը, քանի որ այս շրջափուլը ավարտվում է զեկույցով, որտեղ կտեսնեք տարբեր սցենարների քննարկումը, այդ թվում նաև տիպային սցենարը, որ նաև այստեղ պատկերված է տեղինով, տիպային ատեսակի սցենարը, ավելի մանրամասն սցենարը, որը նկարագրված է կլինի զեկույցում, ավելի շատ հենց վերաբերվելու է այդ Ռուսաստանի տնտեսություն դրական զարգացումների ֆոնին մեր վրա փոխանցվող պահանջարկի, այդ թվում հենց նույն զբոսաշրջության իմաստով մնացած իմաստերով պահանջարկի փոխանցվող էֆեկտների նաև մանրամասն նկարագրության սցենարը։ Պարոն Ավետիսյան, ոնց հասկացա իմ հարցի պատասխանը երևի ձեր զեկույցում արտացոլված կլինի, բայց մի քիչ առաջ անցնեմ գործընկերներից հարցին եւ անշարժ գույքի շուկայից եւ իպոթեկային վարկից, ես կխնդրեի ընդհանուր ասեք նախ այդ օրենքի փոփոխությունը, որ մինչեւ դեկտեմբերի վերջեր եկամտահարկի փոխհատուցման Երևանում, դա այդ ինչ ազդեցություն ունեցավ կամ դեռ կունեք թողնի անշարժ գույքի շուկայի, այսինքն նորակառույցների շուկայի մասով, դուք դինամիկան արդեն չափել եք այս քանի ամիս է 3 այս 3 ամսվա անցել հա այդ շրջանում սա մեկ եւ առասարակ անշարժ գույքի շուկայում ինչպիսի դինամիկա եք տեսնում ու նաեւ ռուս ռելոկանտների կարծես թե նվազում կա շատերը Հայաստանից գնում են նախընտրում են օրինակ Դուբայում կամ չգիտեմ Ֆիլիպիններում գնալ իրենց գործունեություն ծավալ որովհետեւ Հայաստանում շատ թանկ է ամեն ինչ հիմա այս մասով ուսումնասիրությունը ինչպես է ոնց դուք էլ ժպտացի երևի հավատում եք չէ որ թանկա Հայաստանում ապրել է շնչել է գործունեություն ծավալել հավատում եք չգիտեմ բայց որ Դուբայում ավելի էժան է քան Հայաստանում այդ առաջ անգամ լսեցի ես ռելոկանտներից եմ լսել Դուբայ որովհետև Դուբայում ավելի էժան է Դե որովհետև պարոն Գալստյան Դուբայում օրինակ եթե դու $2000 ես վճարում տան վարձի համար ու դիմացդ բացում են Բուրջ Խալիֆան իսկ Հայաստանում $2000 ես վճարում ու դիմացդ բացվում է եւս մեկ շինարարություն հա Արարատն է բացում որով էլ մերը չի արագացնել չի երևում երեք ասում են ավելի լավ է գնանք $2000-ով Բուրջ Խալիֆան բանանանք Բուրջ Խալիֆայում գոնե այդտեղ սուրճ կխմենք ոչ թե Կասկադում 3 անգամ ես գիտես մի հատ ֆենոմեն եմ նկատում ընդհանրապես էլի մեր շուրջ որ որպես կանոն համադրելի բաները իրար հետ չենք համեմատում հետո մեր եզրահանգումները անում ենք այդ ոչ համադրելի համեմատության վրա ուտեղ ընկնում ենք սխալի տիրույթ այսինքն չենք համեմատում Դուբայի համարժեքը Հայաստանի համարժեքի հետ որովհետև Դուբայի համարժեքը կարող է Հայաստանում չկայել այլ համեմատում ենք 2000-անոցը Դուբայում, որ կարողա չգիտեմ որտեղ է, Հայաստանում 2000-անոցն էլ չգիտեմ որտեղ է, կամ այն հնարավորությունները, որ Դուբայում կա Հայաստանի հետ, ու գնում ենք ինչ-որ բաների մեջ։ Դրա համար, չգիտեմ, իմ համար դժվար է այդ միկրո մակարդակի բանի մեջ մտնելը, բայց կարևորը այն է, որ տանձի հետ երբ որ համեմատում ես, մի քիչ ավելի ճիշտ ես ստանում։ Հիմա մի քաղաքն է, մի քաղաք էլ Նյու Յորքն է, մյուսն էլ Տոկիոն է հիմա, բայց Հայաստանը մի քիչ դժվար է, Երևանը դժվար է Տոկիոյի հետ համեմատել։ Հիմա այդ տեսանկյունից
Անշարժ գույքի հետ կապված հունվար ամսին ես ասացի գործընկերոջ հարցի հետ կապված, այդտեղ մի քիչ ժամանակ է պետք, որովհետև մի ամսով որոշակի դատողություն անելը, մանավանդ որ նախորդ ամիսը եղել է ծայրահեղ պիկային ամիս, այսինքն երևի թե ձեր շրջապատում էլ դուք եք առնչվել իրավիճակի հետ, որ բոլորը շտապում էին հասցնել այդ դեկտեմբերին հիպոթեկային վարկով այդ բնակը։ Ուտեղ բնականաբար թվերը շատ ավելի ուռճացված են եղել, քան բոլոր նախորդ դեկտեմբերներին, ուստի դեկտեմբերին հունվարը համատել դեկտեմբերի հետ իմաստազուրկ կլինի։ Հունվարը, եթե ես չեմ սխալվում, նախորդ տարվա հունվարի համեմատ հրապարակված ցուցանիշների տեսանկյունից Երևան քաղաքով էլ մարզերով էլ մենք ունենք որոշակի նվազում գործարքների, արժեքի ու պիտի հետևել, տեսնել այդ ֆենոմենը պահպանվում է նաև հաջորդ ամիսների ընթացքում, թե չէ։ Զուտ ավելացնեմ, եթե կարելի է, զուտ վերջին նաև 23-24 թվականի միտումները, որը որ կարելի է դրանից որոշակի եզրահանգումներ անել նաև սցենարային իմաստով ապագայի մասին, ինչ ենք տեսնում, որ նայեք, երբ որ ծրագրի ավարտի մասին հայտարարությունները կար, բայց ակնհայտ էր, որ նաև մարզերում դեռ ծրագիրը շարունակվելու էր ու մեծ մտավախությունը նաև սցենարային նա էր, ռիսկերը, որ Երևանից հետո ոնց որ փոխարինում համապատասխան մարզերի կողմում չի լինի եւ մենք ունենանք էական անկումներ անշարժ գույքի շուկայում հիպոթեկային վարկավորման դաշտում եւ ընդհանրապես իր բոլոր մակրո էֆեկտներով այդ սցենարը կար միշտ կա կարելի է դիտարկել բայց նաեւ փաստացի 24 թվականին մենք տեսնում ենք որ էական փոխարինում արդեն ունենք եւ զուտ բանի մարզերում եւ հիպոթեկների մասով եւ նաեւ բանի մասով, հա, նախագծերի շինարարական բաների շինարարության ակտիվացման էական ակտիվացում ունենք մարզերում, այդ դա նաեւ արտացոլվում է ընդ որում մարզերում անշարժ գույքի գների մասով, որի տարբերություն Երևանի արդեն որոշակի տեղ տարբերակում ունենք, մարզերում անշարժ գույքի գների աճ որոշակի ունենք, երբ որ Երևանում որոշակի կայունացում կամ փոքր անկումներ առանձին իրավիճակներում։ Այսինքն ըստ էության, եթե սա պրոյեկտ ենք ապագայի վրա, կարելի է ասել, որ այդ մեծ մտավախությունը, որ անշարժ գույքի շուկայում էական ճշգրտում կլինի, գուցե, հա, որոշակի ժամանակավրեպ է, բայց բնականաբար սցենարները կան, այն տարբերակով կամ այն հույսով, կամ այն նաև սցենարով, որ մարզերում որոշակի ակտիվացում կա, որը շուկայի հետագա ավելի սահուն ճշգրտման նպաստող գործոն կլինի։ Եթե ճշգրտենք ավելի, պարոն Ավետիսյան, վերջին 3 ամսում հունվարի 1-ից ի վեր ինչ օրենքը փոխվել է, հիպոթեկային վարկավորման պահանջարկը մեծացել է թե նվազել է։ Գործընկերս նայել էր, ասաց, որ դեկտեմբերին պիկն է եղել, ամենաշատն է եղել։ Չէ, նայեք, դեկտեմբերը, ինչպես պարոն Գալստյանը ասաց, դեկտեմբերը աննախադեպ էր, Ժողովուրդ ջան, պատմականորեն տես ցուցանիշ չկա։ Իսկ եթե համեմատում ենք հունվարը, մենք օրինակ մոտ ենք 2020 հունվարի թիվը, մոտ է 2023 թվականի ցուցանիշներին, որը էլի բարձր ցուցանիշն է։ Դա դեկտեմբերի հետ համեմատելու խնդիր չկա։ Հարցը նաև այլ կոնտեքստ ունի, որովհետև նայեք, հունվարին ավարտվում էր ոչ թե ընդհանրապես շուկան, հա, հունվարին ավարտվում էր այն պրոյեկտների հետ հիպոթեկային վարկավորումը, որոնք չէին ստացել նախագծային թույլտվություն մինչև այդ ժամանակը, այսինքն կան լիքը դեռ շենքեր, լիքը ծրագրեր, պրոյեկտներ, որոնք դեռ ստացել են նախագծային եւ շարունակվելու են եւ դրանց հիպոթեկային վարկարումը նաեւ Երևանի շուկայում հետ համապատասխան նաեւ գոտիներում դեռևս շարունակվելու է, որովհետեւ դրանք դեռևս ծրագրի համար համապատասխանող ծրագրեր են։ Այսինքն չի կարելի ենթադրել, որ այդ օրը ամբողջությամբ վերացավ, ավարտվեց եւ ամեն ինչ կայացավ։ Ես նաեւ նշեցի մյուս միտումը, որ դրան զուգահեռ մարզերում եւս եւ շինարարական եւ հիպոթեկային մասիվ ակտիվացումը կա։ Այսինքն դա վերջնակետ չէր։ Արտամես մասով դուք առասարակ այդ եկամտահարկի հետ վերադարձի օրենքի հանումը Երևանի քաղաքից արդարացված տրամաբանական ու խելամիտ եք համարում եւ դրա հիմնական հիմնավորումը որն է որպեսզի զսպեն Երևանում այդ շինարարությունն ու այդ շինարարական բումն ու այդ հոսքը եւ դիվերսիֆիկացնեն մարզերի միջև թե այլ ֆինանսական բնույթի հիմնավորումներ կան։ Ես կարծում եմ քաղաքականության որոշումներ կայացնողները ունեցել են իրենց շարժառիթները ինչի անեն դա։ Ուղղակի եթե դուք տնտեսագիտության դասական գրականությունը նայում եք, ցանկացած օժանդակություն սուբսիդիայի տեսքով կլինի, դոտացիայի տեսքով կլինի ու այն ինչ որ արվում էր սրա վառ արտացոլումներից մեկն էր, ես չեմ 15 թվից եղավ այս ծրագիրը, եթե չեմ սխալվում Հայաստանում։
ինքը պիտի երկու խնդիր լուծի։ Խնդիր համար 1 շուկայի անկատարության վերացում։ Խնդիր համար 2 ինքը պիտի լինի կոնկրետ ժամկետով։ Եթե դու թողում ես քո քաղաքականությունը խառնվի շուկայական process-ներին, ինքը որպես կանոն ունենում է նաև իր էական բացասական հետևանքները։ Այսինքն այդտեղ որոշում կայացնողները այդ երկու բանը պիտի հավասարակշռեն, դրականը եւ բացասականը, որպեսզի դրա համար էլ հանրային քաղաքականության որոշումները որպես կանոն ավելի բարդ են, քան նույնիսկ բիզնես որոշումները։ Ֆակտոր Քանի որ պարոն Ավետիսյանը ասաց սահուն փոփոխության մասին, ամեն դեպքում կուզեմ էլի ճշգրտենք այդ։ Ուրեմն եթե թվերը կսխալվեմ, խնդրում եմ ուղղեք, 100 միլիարդ դրամով ավելացել է դեկտեմբերին հիպոթեկ վերցված ընդհանուր հիպոթեկի չափը եւ նվազել է հունվարին 180 քանի 190 միլիոն դրամի չափով, այսինքն այս տարբերությունը շատ փոքր։ Ներողություն, որպեսզի հասկանամ, էլի դուք հոսքի մասին եք խոսում, թե պաշարային ցուցանիշի։ Ինձ թվում է պաշարայինն է։ Ինչ թիվա ձեր դիմաց գրված։ Ես երևի ավելի ճիշտ կլինի մենք պրես կոնֆերանսից հետո մի հատ թվերը նայենք, որպեսզի սխալվենք, էլի համել ազդակնշկանք ինչ որ սխալ։ Պարոն Ավետիսյան, ուզում եմ հենց դրա մասին հարցնեմ, պարոն Ավետիսյան, պարոն Գալստյան, սահունությունը ինչին է վերաբերում, դուք համարում եք, որ մարզերում հիպոթեկային շուկայի զարգացումը հետագա կարող է փոխարինել Երևանին, կարող է որոշակի սահունությամբ նվազեցնել, ինչ կարող է լինել։ Նայեք, այդտեղ մենք չենք կարող էական կանխատեսումներ անել առանց ունենալու միկրո հիմքերը, որոնք վերաբերում են անհատական պրոյեկտներին, հա։ Մեր գնահատականը հետևյալի մասին է, կան ծրագրեր Երևանում, որոնք որ առաջնային շուկայի մասով մինչև 21 թվականի կարծեմ տրված թույլտվություններով այդ տիպի ծրագրերը վերջանում են վարկավորման տեսանկյունից, իրանք կարող են չլինել հրապուրիչ, շարունակում են այլ տիպի ծրագրեր Երևանում դեռևս, որոնք 21 թվականից ու ստեղծվեն նոր հնարավորություններ մարզերում բնակարաններ կամ անհատական բնակելի տներ ձեռք բերելու տեսանկյունից։ Ժամանակը ցույց կտա ինչքանով մենք կարողանանք բալանսավորել այդ երկու մեծությունները, այսինքն մեկի նվազումը ինչքան կբալանսավորվի մյուսով, բայց այս պայդրությամբ ես կարծում եմ մեզ առնվազն որոշակի ժամանակահատված պետքա դիտարկելու համար, որպեսզի որևէ եզրահանգում անենք այդ կապակցությամբ։ Չինաստանի հետ կապված ինչ որ դիտարկումներ ներառել եք ձեր վերլուծության մեջ, այն որ այս վերջին օրերին հա նրանց այդ կենտրոնական կոմիտեն ազդարարել է ապագա այդ stimulus package հա հերթական բացօք ինչ որ մոտավոր գնահատական ունեք թե սա ինչպես կարող է փոխանցվել օրինակ մետաղների գներով եւ մետաղների գներ հա Հայաստանում արտահանման աճ, աշխատատեղերի աճ կամ աշխատավարձերի աճ։ Հայաստանը մեր դիտարկումներով ունենալու է որոշակի աճ տեմպի դանդաղում։ Բնականաբար պետական կառավարման համակարգ Չինաստանի փորձելու է խթանել տնտեսական աճը։ Ու կտեսնենք ինչքանով կհաջողվի, եթե հաջողվեց ու իրանց մոտ պահանջարկ այնքան բարձր եղավ, ոնց որ կանխատեսում են, ու հիմնականում հենված եղավ ինդուստրիայական ճյուղերի վրա, որոնք որ հիմնականում սպառում են այն մետաղները, որոնք որ Հայաստանը արտահանում է, պղինձ եւ այլն։ Այդ դեպքում մենք կարող ենք նաեւ տեսնել, որ համաշխարհային այդ տիպի ռեսուրսի համաշխարհային գները չեն նվազի առնվազն։ Բայց ինձ թվում է միայն Չինաստանով նայելը մի քիչ բան կլինի։ Ճիշտ չի լինի, որովհետև տեսնենք ինչա լինում նաև այդ առևտրային փոխհրաձգության արդյունքում այս պայդրությամբ տարիֆները ինչի վրա է դրվում, ոնց է դրվում։ Ու այդ ամեն ինչի ներքո մեզ բավականին այնց հագեցած տարի է սպասվում, բոլորիս իրադարձություններով լի, հուսամ ոչ այդքան անակնկալներով, ինչքան դրամաբանված քայլերով։ Դոլարի փոխարժեքը եթե ըստ այդմ այդ ռակտային պատերազմների ընթացքում մի փոքր իջնի դեպի ներքև, արդյոք սա եւս ներառում եք որպես օրինակ ներմուծումների նույնանացման գործոն եւ պահանջարկը վերև տանող գործոն։
Հա, նայած ինչ չափով կլինի, այսինքն հիմա բան ենք անում, էլի սպեկուլյացիա ենք անում արամ։ Ինչքանով կնվազի դոլարը, ինչքանով կավելանա մեր գնողունակ մանջարկը, ինչքանով կնվազեն մեր իմպորտի գները։ Կապրենք կտեսնենք։ Միակ ամենակայուն բանը, որը որ ունենք, ինչի մասին ձեզ միշտ ասում ենք ու ոնց որ թե մեր մոտ դա ստացվում է, մեր խոստումը իրականացնելն է, որ Հայաստանում լինելու է ցածր ու կառավարելի գնաճ։ 3%։ Այո։ Հայաստանի հանրության նկատմամբ մեր խորը հարգանքով, ակնածանքով ու մարդկանց ապագայի վերաբերյալ մեր պատասխանատվությամբ, որովհետև ինչքան ցածրացնում ենք անորոշությունն ու ինֆլյացիոն հարկը, այնքան կարծում եմ ժողովուրդը մեր նկատմամբ լցվում է սիմպաթիաներով ու սկսում է մեր արածը գնահատել։ Բացարձակ։ Սպասումների ետ է նախատեսվում։ Հաջորդ հացումը գնաճային սպասումների։ Այս ոնց որ վերջինն է, եթե չեմ սխալվում, ես փետրվարին ենք արել, չէ՞։ Այս վերջինն է, բայց մյուսը մայիսին կլինի։ Նախորդի հետ համեմատ այստեղ ուղղակի դա Այն նրանք, ովքեր որ բարձր գնաճային սպասումներ ունեն, որոշակի աճել է, նրանք որ ունեն ցածր գնաճային սպասումները թիվը աճել է, անորոշությունը որոշակի նվազել է, բայց անորոշությունը շարունակում է մնալ բարձր։ Այսինքն այդ մոխրագույն զոնան շարունակում է դեռևս մնալ բարձր, ինչը մեզ մտահոգում է։ Բայց նաև մյուս կողմից հասկանում ենք, որ այն աշխարհում, որով որ մենք ենք ապրում, այդ մոխրագույնը արագ չի նվազելու։ Պարոն Գալստյան, քանի որ շատ ժողովրդահաճո բաներ ասացիք, որ չասեմ պոպուլիստական էր, այդ քաղաքական կանչի, որ ուզում եք ժողովրդի համար լավ լինի, գնաճը զսպվի, ցածր գնաճ լինեն։ Չենք ուզում, որ ժողովրդի համար լավ լինի, ասում ենք այնց ենք անում, որ ժողովրդի համար լավ լինի։ Շատ լավ, այտենց է կամ կարող է նաև այնց անեք, որ բանկերի տոկոսադրույքներն էլ մի քիչ իջնեն, որ ժողովրդի համար այդ առումով էլ լավ լինի, որովհետև մարդիկ վարկ են վերցնում 20-21%-ով, իհարկե որոշ բանկեր կան 21 ասում են մի 35-40 վերջում հասցնում են, այտենց էլ չեն հասկանում այդ ոնց է այդ տոկոսները ձևավորվում։ Մի քիչ մի բան արեք, այդքան վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցնում եք, բայց բանկերի տոկոսները շարունակում են մնալ նույնը։ Իհարկե դուք դրա պատճառաբանություններ տալիս եք, բայց այ որ այդ հարցում մի բան անեք։ Եկեք sense պայմանավորենք, դուք ինձ տալիս եք այն դեպքերը, որ բանկերը գանձել են մարկանցից 40%, մենք այդ բոլոր դեպքերին հետամուտ ենք լինում 35-ից 40, չէ՞ ասցիք։ Դե հա մի քիչ կուրծած շաբազանցած ծրեր, բայց 21-ից հաստատ բարձր է լինում, շատ դեպքերում մարդիկ չեն հասկանում, այնտեղ ինչ որ միջնորդա վճարներ կա, սպասարկման վճար կա, չգիտեմ ինչ կա, մարդը վարկը վերցնելուց ամբողջությամբ տեղեկացված է լինում, որովհետև ստորագրում են փաստաթուղթը, որտեղ այդ բոլոր տոկոսադրույքները բացահայտված են լինում, ինչ վերաբերում է տոկոսադրույքների բարձր կամ ցածր լինելուն, այդ ֆենոմենը պայմանավորված է պահանջարկով ու առաջարկով ու մարդու վարկունակությամբ, այսինքն մենք ունենք մարդիկ, ովքեր որ վերցնում են սպառողական վարկեր 18%-ով, կան մարդիկ, ովքեր որ վերցնում են 21%-ով, կախված է մարդու գնողունակությունից ու իր վարկային պատմությունից։ Այդտեղ մենք ունենք անելիք մրցակցության եւ հավասար դաշտի ապահովման տեսանկյունից, բայց մնացածը արդեն առևտրային հարաբերությունն է սուբյեկտների միջև, որտեղ որ կենտրոնական բանկի միջամտությունը կարծում եմ կհամաձայնվեք, որ այդքան էլ ճիշտ չի։ Չէ, որովհետեւ նույն գնաճն էլ պայմանավորված է առաջարկով եւ պահանջարկով եւ կենտրոնական բանկը այստեղ իր միջամտությունը ունենում է, որպեսզի զսպի գնաճը կամ հակառակը խթանի գնաճին։ Մենք այսօր Հայաստանում ունենք փողի գին, պարոն Մակարյան։ Դուք ձեր ավանդները որ ներեք դնում առևտրային բանկերում, ինչ տոկոսով եք ներդնում։ Ես ավանդ չունեմ, պարտատոմս ունեմ, կարծեմ 5%։ Բարձր է։ Ավանդը ձեռնտու չէ, իդեպ այս մասով հարց ունեմ։ Բարձր է այդ տոկոսը։ Ցածր չի, բայց կարող է ավելի բարձր լինել։ Այսինքն այդտեղից արդեն ձևավորվում է վարկի տոկոսը, որը ունի իր ռիսկի կոմպոնենտները, որոնք ավելանում է ձեր կողմից ներդրված ավանդների կամ ձեռք բերված պարտատոմսերի տոկոսի վրա։ Իդեպ պարտատոմսը շատ ձեռնտու տեսակ էր եկամտի առումով ավանդին փոխարինող, բայց պարտատոմսն էլ է սկսել ոնց որ հարկել, ու բանկերը արդեն հարկ են գանձում, հա, դրանից սա ինչով է բացատրվում։ Մենք ոչ մի բան չենք հարկում, կարծում եմ բանկերն էլ իրավունք չունեն որևէ բան հարկելու։ Եթե փոխվել է հարկային օրենսգիրքը, որտեղ եղել են փոփոխություններ, որով որպես հարկային գործակալ հանդես է գալիս բանկը, միգուցե, բայց չգիտեմ ինչի մասին է խոսքը, այսինքն որ բանկերը հարկում են
պարտատոմսերի եկամտաբերությունից ձևավորված գումարները։ Այո, վերջին շրջանում այդպիսի տեղեկատվություն տարածվեց, որ պարտատոմսերը եւս հարկվելու են, որովհետեւ օրինակ Հարկվելու են, թե հարկվում են։ հարկվելու են, որովհետեւ մինչ այդ Հա, այսինքն կա օրենքի նախագիծ, որը քննարկվում է։ Հա, ուրեմն ուրիշ բաների մասին ենք խոսում, տարբեր բաների մասին ենք։ ավանդները հարկվում են, պարտատոմսերը շատ պոպուլյար չեն, բայց իրենք ավելի նպաստավոր պայմաններով են տրամադրում, դրա համար շատերը, որոնց որ բացատրվում է այդ տարբերությունը, իրենք նախընտրում են պարտատոմս, ինչպեսին օրինակ ես։ Եվ հիմա պարզվում է, որ պարտատոմսն էլ է հարկվելու, այսինքն այդ մի բանից էլ զրկվեցինք, էլ։ Դե եկեք, երբ որ այդ որոշումը կայացվի, այդ ժամանակ իրար հետ քննարկենք, բայց եթե ես ճիշտ հասկացա, այդ դեռևս նախագիծ է։ Նախագիծ է, այո։ Հա, դե խոսենք դրա մասին։ Լավ։ Անալ հարցեր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։